Ալեքսանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսպես մեկ ժամ առաջ դատարանը իդեմս Մասիս Մելքոնյանի երկամսյա կալանք տվեց Շակ arciepiskoposին, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը ամենախիստ կալանքի միջոցն եք իրարել, ոչ մի տեսակցություն համեցեք։ Շնորհակալ եմ ձերված հնարավորության համար։ Բարև ժողովուրդ, բարև հայրենակից, ուր ես։ Քո հերոսներին ձերբակալում էին, հանգիստ նստած էիր։ Քո սրբազաններին ձերբակալում են, էլի հանգիստ նստած ես։ Քո անելիքը որն է, դու անելիք չունես ժողովուրդ։ Մինչև երբ ես միայն ունկնդի լինելու, են էլ եթե իհարկե մի ստվար մասայի խելքը դրանում էլ չի հասնում, որ գոնե տեղյակ լինի երկրում ինչ է կատարվում։ Ուրեմն դատավորները բոլոր նրանք են, ովքեր արդեն ընտելացել են այս մայմունություններին, սրանք դատավարություններ չեն, սրանք ուղղակի ծաղր ու ծանակ են օրենքի ազգային արժանինքների, արժեքների նաև եւ ամեն ինչի նկատմամբ, սա ծաղր ու ծանակ է։ Ես երեք էլի մասնակցում էի այն 17 արդարների դատին, այսինքն ունկնդիր էի ավելի ճիշտ էլի։ Խայտարակություն է, պարզապես խայտարակություն։ Այս Ֆարխոյանը ես արդեն ասել եմ մի քանի անգամ, նա ոչինչ մասին չի մտածում, նա միայն մտածում է իր գլուխը ուսերին պահելու մասին, որովհետև որպես տարիքն առած ստաժ ունեցող դատավոր պիտի հասկանա, որ ինքը վաղուց արդեն 7 տարի է ծրվել է այն արդար ուղուց, որ նշանակում է արդարադատություն։ Ինքը հիմա ուղղակի կամակատար է, բա հետո երեք էլ ինքը խայտարակ վիճակի մեջ հայտնվեց, որովհետև դատապարտյալներից Վահագն Չախալյանը այնպիսի իրադրություն ստեղծեց դատարանում, որ ավելի լավ էր մարդ գլուխը առներ ու փախչեր, եթե մի քիչ նամուս ունենար կգնար ու հրաժարականի դիմում կգրեր, բայց դե Ֆարխոյանն է երեսը պատոշ։ Սրանից հետ չմնում Մասիս Մելքոնյան կոչված ապիկարը, ես որտեղից է ծնել այս հողը, ձեզ ինչու է ծնել այս հող, այս ապիկար, այս թշնամի, այս ազգի դավաճաններին, ինչու եք ծնվել, դուք ուրեմն թուրքից եք ծնվել, և որովհետև դուք հայ նամուս չունեք ձեր երեսին, այսօր որ դատեցիր Արշակ Սրբազանին, են էլ ամենախիստ պայմաններով, այդպիսի խիստ պայմանների մեջ էր գտնվում Լիդիան, ես այն ժամանակ էլ եմ ասել, այս թուրքի լամուկը ձեռք է բարձրացնում արդարության և անմեղության վրա, սա նրան էժան չի նստելու, հիշեք սա, էժան չի նստելու, եթե Սրբազանը, Արշակ Սրբազանը, այդքան վտանգավոր, այդքան եղկելի գործեր էր արել, 8 տարիում էիք սպասում, ինչու չեք դատել, ասենք 8 տարի առաջ, ինչու, որովհետև դուք հանցագործ եք, որովհետև բոլոր նրանք ում անունը կապվում է ԿՊ-ի հետ հանցագործ է, եղկելի հանցագործ, ինչու չեիք դատում, հիմա սկսել են դոսաֆի գործեր են քննում, ստեղծագործական ընկերությունների այդ գործերն են քննում, գետինը մտնեք, դուք էլ բան ու գործ չունեք, թշնամին չոքել է մեր դռանը, թշնամին ես վերևից նայում է, կողքից նայում է, ոտքի տակը քանդում է, դաշունահարում է, դուք սկսել եք օգնել թշնամուն, գետինը մտնեք, ես 1000 անգամ կասեմ, կախաղան բարձրացնեն էլի կասեմ, դուք
դատախազներ, բոլորդ, կին թե տղամարդ, պարզապես կամուրջների տակերից հավաքած էքերի եք նման, որովհետև դուք օրենքով օրինականությամբ չեք առաջնորդվում, այլ մի մայմունի կմահաճույքով։ Երեք նորից նա խորհրդարանում էր։ Ժողովուրդ մի հատ նայիր, ես ինչ է, այդքան կարող եմ ինձ ստիպել նյարդային համակարգս ամբողջովին քայքայել, որ լսեմ դրա սագի ճղճղան մորթվող խոզի ճղճղան ձայնը լսեմ, դու չես կարող մեկ-մեկ գոնե նայել, մի հատ նայեք, նա կարող է կանգնած խոսել, հանգիստ, ասենք կանգնած ուղղահայաց դիրքով խոսել, եթե նրա շարժումները նկարի ինչ-որ մեկը, ապա կնմանվի զսպանակի, որովհետև նորմալ մարդիկ են, որ կարողանում են կանգնած հանգիստ խոսել, պատասխանել։ Սա պարում է, արդեն կերքի էլ, ես չեմ զարմանա, եթե նա մի օր սկսի նաև երգել։ Ժողովուրդ մինչև երբ ես թողնելու, այս ազգուրացը, այս հավատուրացը, այս կեղծավորը, այս պարիսեցին, որը կարող է խեղճ ու կրակ որբի տեսք ընդունել, կանգնել, երեսին խաչ անել, այ խաչ աչքերդ հանի, դու ոնց ես համարձակվում, ոնց ես համարձակվում, չէ որ վերև Աստված կա, մինչև երբ, հավատուրած եպիսկոպոսներ, ուզում եմ սկսել Արցախի թեմի, ինչպես է անունը, Գևորգ, Վրթանես ներողություն, շնորհակալ եմ, Վրթանես Սրբազանից, ես հիմա դժվարանում եմ այս բառը քո անվան հետ արտասանել, ես ոչ դուքով կդիմեմ քեզ, ոչ էլ որևէ այլ հարգանք ցույց կտամ, դու, որ արդեն ես իմացա, որ ամբողջ այս օղակման ժամանակ, երբ որ փակված էր Արցախի օդն ու ջուրը, ճանապարհները, գտնվել ես Արցախից դուրս, դու ինչ սրբազան ես, և ինչու դու մինչև հիմա կարգալույց չես արված, մեր հայրապետի համբերությունը ես զգում եմ, երկար է, նա մոտենում է հարցերին որպես հոգևոր հայր, այսինքն ներողամտություն, այսինքն համբերություն, այսինքն խրատ, բայց ես հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վեհապար հայրապետ, պահանջում եմ ձեզնից, կարգալույց անել բոլոր դավաճաններին, սրանք հուդաներ են, պետք է կարգալույց լինեն, հիմա էլ որոշել է, ոչ ավել, ոչ պակաս գնալ 7 վերքը պղծել, ժողովուրդ, ուր ես գնում սրա հետևից, չնայած ձեր քանակը շատ քիչ է, միայն թևաբարո, միայն տխմար, միայն անգրագետ, միայն անտեղյակ մասան է, որ խելքը գնում է Նիկոլի համար, գետինա մտնեք դուք ձեր Նիկոլով, ես ինչ վայնասուն կապվեց հայոց երկնքում, մահը քպը անունն առած սավառնում է և չի գնալու մեր երկրից, քանի դեռ սրանք իշխանության գլուխ են կանգնած։ Ես երեքշի առաջորներ կարծեմ այդ վթարներից հայտարարվեց, որ հարսանիքի քավորի մեքենան է վթարվել և քավորկինը ծանր վիճակում է։ Գիտեք ինչից է, որովհետև Աստված մեզ պատժում է հատ-հատ, մենք չենք հասկանում, որ մենք պարտավոր ենք մեր եկեղեցու կողքին կանգնել։ Ես բազմիցս ասել եմ, Տիգրան մեծի բանակները վաղուց չկան, բայց կա հայոց եկեղեցին։ Գլխովը շատ ամպեր են անցել, բայց կա հայոց եկեղեցին, լինելու է հայոց եկեղեցին, դուք
պատմության կմահաճույքով ալիքի կատարին հայտնված այ չգիտեմ ինչ բառ ընտրեմ, որ ճիշտ բնութագրած լինեմ ձեզ, քպականներ, հայտնվել եք իշխանության ճակատին, որտեղ դուք դավաճանել եք մեր երկրին, մեր պատմությանը, մեր մշակույթին, մեր հավատին, որը դարեր շարունակ պահպանել է ազգը, նրա արժեքները, նրա լեզուն, նրա տարածքը ինչ որտեղ,